Ես ուզեցել եմ ուղղակի ինքը նստի մեքենան։ Երբ ուզեցել եմ հրեմ, ես չեմ հիշում։ Ես երբ ուզեցել եմ հրելով իրեն նստեցնել մեքենան ուղղակի, համոզելով։ Բռունցքով ուղիղ դեմքին համոզելու նոր մաստեր կլաս է ցույց տալիս Մասիսի ավականու ԿՊԱ-ական անդամ, Երկրապահ կամավորականների միության Մասիսի տարածքային բաժանմունքի ղեկավար Արսեն Հարությունյանը։ Տեսանյութը նայել եք դուք տարածված։ Ես նայել եմ, բայց ես ոչ մեկին ոչ հարվածել եմ, ոչ էլ պատրաստվել եմ հարվածել։ Ես ձեզ երդվում եմ։ Որքան էլ որ ԿՊԱ-ական տղամարդը երդվում է, տեսանյութում հենց նա է հարվածում ուժեղ Հայաստանի անդամներից մեկին։ Նրա ԵԿՄ-ական ընկերն էլ այս կադրում հարվածում է Քարոզ արշավին մասնակցող ուժեղ Հայաստանի կին անդամներից մեկին։ Անձամբ ինձ մի քանի անգամ ոտով խփեցին։ ԿՊԱ-ականների հարվածների տակ նաև անչափահաս է հայտնվել ու հղի կին, որը տեսանյութում էլ երևում է, զգուշացնում է իր կարգավիճակի մասին։ Նեղից իրանք խոսում են, բա որ հղի ես, ումքակն ես ուտում ես ստեղ կամ ինչի ես եկել ես ստեղ, խփում եմ գլխին, երկրորդ հարվածը մի հատ տարիքով հոպար էր, բոյցած էր, կացով գալեցա, որ խփի դեպի ինձ, ու այդ բան ես գոռում եմ, Դավիթն է եզդի մոտիկանում ու այդ հարվածը ինքն է ուտում, համ բոքսով խփել, համ ոտքով հարվածը։ Դավիթն այս տղան է, նրան ծեծից հետո վնասվածքներով թիմակիցները հիվանդանոց են տեղափոխել։ Վիճակը շատ այդքան էլ բարվոք չէր, ինքը առանց վերնահագուստի ամբողջությամբ արյան մեջ։ Ծեծի այս աղմկահարույց դեպքը երեկ է տեղի ունեցել Մասիսի նոր Գյուրին բնակավայրում։ Ինչից է ամեն բան սկսվել, որը համատարած ծեծի է վերածվել ԿՊԱ-ականների կողմից։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանի անդամները բնակավայր էին գնացել իրազեկման ակցիայի։ Գյուղի մի հատվածում նրանց են հանդիպել գերեզմանոցից վերադարձող ԵԿՄ-ականները, որոնք հիշեցնեմ նաև Փաշինյանի թիմակից են։ Ըստ ծեծված կողմի նրանք նախ մատ են ցույց տվել, ապա մեքենայից իջել ու սկսել են ծեծել հավաքվածներին մեծ մասը կանայք։ Մենք ոտքով գնում ենք, իրենք մատ են թափ տալի մեր վրա, մեր դավոն, ասես չի կարելի, աղջիկ են, ասես ավտոյից դուրս եկան ու մի անգամ հարձակվեցին Դավիթի վրա։ Մեզանից կախված չի այդ միջադեպը։ Ես ձեզ ամենայն ազնվությամբ որպես ազատամարդ Ծեծողներից գլխավորը Արսեն Հարությունյանը մինչդեռ ոչ միայն չի ընդունում, որ ինքը ծեծել է որևէ մեկին, այլև պնդում է, թե սադրանքի են իրենք ենթարկվել։ Ինքը եկել է կանգնել, ասել է պատասխան եք տալու մի այն բանի համար, որ մեկն ասել է, ասենց ուղղակի ձեռքով ասեց, էս ինչ են անում։ Մեքենան քշել է, եկել է մեքենայի կողքը կանգնել է, երկու ձեռքով ասենց շատ բարձր տոնով գոռում է դու պատասխան ես տալու մատ բարձրացնելու համար, քո զարմանքը արտահայտելու համար դուք պետք է պատասխան տաք բոլորը։ Ձերսկի պահվածքը թող ցույց տան, իր մոտեցումը ոնց է մոտեցել, ու իմ պահվածքը ցույց տան, թե ոնց եմ հորդորել, որ ինքը շարունակի հեռանա այդ տարածքից։ Սա դրանք չի եղել, հակադարձում են նրան ուժեղ Հայաստանից։ Մենք մեր համար մեր Քարոզ արշավն ենք կատարել, իրանք են կանգնել մեքենայով ու սկսել են մեզ հարվածել։ Ասում են, որ սադրանքը ձեր կողմից է եղել։ Չէ։ Մենք դաժե չենք էլ ծեծել իրանց։ Ոստիկանությունում երկու հաղորդում է ներկայացվել դեպքի վերաբերյալ։ Քրեական վարույթ է հարուցվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու քարոզչությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Ոչ մեկ որպես մեղադրյալ, սակայն գործում առայժմ ներգրավված չէ։ Չկան նաև տուժողներ, չնայած կադրերից ակնհայտ է, թե ով ում է ծեծել։